Ես երազեցի արևի ոսկին, տենչացի նրա հրաշքը խնդում, ուզեցի սիրել շշուկն իմաստում, արևանման։ Չարենցյան տողերը մի ամբողջ դարաշրջան են ներկայացնում։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Չարենց ներկայացման առաջնախաղն է կառուցված ոչ թե գրողի կենսագրության, այլ ապրումների շուրջ, որպես մարդ սիրող, կորցնող ու պայքարող։ Թեման արդիական է այնքանով, որքանով 20-րդ դարասկիզբը եւ մեր ժամանակները որոշակի առնչակցություններ ունեն միմյանց հետ եւ կարծում եմ լավագույն լուծումը տալիս է Չարենցի ստեղծագործությունը, Չարենցի ապրած ժամանակաշրջանը։ Սա յուրօրինակ մի սահմանային գիծ պատկերելու հնարավորություն է տալիս, որտեղ բեմում արդեն մահամերձ Չարենցի աչքի առջևով անցնում են բոլոր ապրած ու չապրած բոլոր տեսարանները, որոնք հնարավոր է վերակերտել բեմի տարածության մեջ։ Հանդիսատեսը վերադառնում է 20-րդ դարի սկիզբ, հետևում պալատական խաղերին ու դավադրություններին, որոնց միջով անցնում են հերոսները։ Բեմում հանդիպում են անցյալն ու ներկան, Աստղիկի լուսավոր վերհուշը, Արփիկի թափանցիկ ներկայությունը, Իզաբելայի ահագնացող անհանգստությունը, Ռեգինայի հանճարի ձեռագրերը փրկելու պատրաստակամությունը, Ստալինի ու Բերիայի որոշումների դաժանությունը յուրովի են բացահայտում Չարենցյան պատումի շերտերը։ Միշտ ուզեցել եմ Չարենցին անդրադառնամ, ինքը ինձ համար մեծագույն գիգանտներից մեկն ա եղել, իմ ամենասիրելի բանաստեղծը ընդհանրապես։ Փորձեր եղել են իմ կյանքում նորից Չարենցին անդրադառնալու ինստիտուտի ուսանողական տարիներին, բայց տենց էլ չստացվեց։ Այս առաջարկը շատ վախեցնող ու պարտավորեցնող էր, որովհետև երբ որ արդեն ընկալեցինք այդ գաղափարը, որ ամեն դեպքում հա պետք է խաղանք Չարենց, չափազանց մեծ վախեր ունեինք, թե արդյոք կստացվի թե չէ, որովհետև տապալման հնարավորությունը շատ մեծ է։ Այս ներկայացումը մեզ տալիս է ուժեղանալու, ամրանալու թաքնված բանալիներ։ Այս ներկայացումը մեզ հուշում է, թե որտեղ են թաքնված այդ բանալիները, որոնցով պետք է բանալ ապագայի դռները։ Չարենց ներկայացումը երկար է մնալու մեր թատրոնի խաղացանկում եւ վայելելու է հանդիսատեսի մեծ սերը, որովհետեւ այս ներկայացումը եւս մեկ առիթ է, որ մեծացող սերունդը գնա եւ կարդա Չարենց, որովհետեւ Չարենցի անսպառ գրականությանը հաղորդակցվելու, իրենց Չարենցին գտնելու մղումներ կարող է տալ այս ներկայացումը։ Ներկայացման պրեմիերայով եզրափակվում է նաև այս տարվա թատերական լորի փառատոնը։ Դերասանների խաղը, ժամանակակից լուծումները եւ Չարենցի տողերի յուրահատուկ մեկնաբանությունն արժանանում են հանդիսատեսի եւ մասնագիտական ժյուրիի բարձր գնահատականին, նաև հատուկ մրցանակների։ Սերինե Սերոբյան լուրերի համար։